«15 лет назад, в этот день, здесь, в Ташкенте, официально зарегистрировали армянскую апостольскую церковь святого Филиппоса. И сегодня мы поговорим с настоятелем церкви Теро Ованесом. Теро Ованес, откуда вы родом? Ես ծնունդով Հայաստանից եմ, ծնվել եմ Գյումրիում, առաջ Լենինական էր կոչվում, հիմա արդեն Գյումրի, բայց արմատներով Դիլիջանից։ Հայրս Դիլիջանից, ես ծնվել եմ Գյումրի, եւ Դիլիջանից եւ Գյումրիից, բայց հայ եմ Հայաստանից։ Вас сюда направили от армянской епархии. Как вообще это происходит? Այո, ես կրթությունս սովորել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որից հետո ավարտել եմ, ձեռնադրվել Սարգսակ, որից հետո Վեհապար Հայրապետի օրհնությամբ նշանակվել եմ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում։ Որոշ ժամանակ ծառայություն եմ ունեցել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում եւ ծառայությանս ընթացքում թեմից բարեխնամ առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի օրհնությամբ մեկնել եմ Մոսկվա եւ իր սրբազան աճից ձեռնադրություն ստացել քահանայական, որից հետո Եզրաս սրբազանի տնօրինությամբ նշանակվել եմ Ուզբեկստան, քաղաք Տաշկենտ, մայրաքաղաք Տաշկենտ, Սուրբ Փիլիպոս հայ առաքելական եկեղեցում ծառայությունը շնորհնակելու համար։ То есть после Санкт-Петербурга, да, вы приехали в Ташкент? Вот Санкт-Петербург, Россия, Узбекистан, Ташкент, вот два разных менталитета, да? А как вы здесь освоились? Сложно ли вам было? Եթե նայենք, դե ես Հայաստանից եկել եմ Սանկտ Պետերբուրգ, արդեն մենտալիտետները տարբեր ազգեր, եւ Սանկտ Պետերբուրգից էստեղ սկզբնական շրջանում կար որոշակի դժվարություններ, բայց նաեւ պիտի ասեմ, որ Ուզբեկստանում շատ հեշտ է ադապտանալ, հարմարվել, հարմակերպվել կյանքին, որովհետեւ Ուզբեկստանի եւ Հայաստանի, ուզբեկի եւ հայի միջև նմանություններ շատ կան։ Օրինակ ավանդապահություն, հյուրասիրություն, խորը պատմություն ունենալու փաստը եւ քանի որ շատ բարի ժողովուրդ են, այստեղ հարմարվելու խնդիր ինձ համար գրեթե չեղավ։ Ուղղակի սկզբնական շրջանում, որ բարիս ամենալայն իմաստով անծանոթ երկիր առաջի անգամ գալիս եմ, այն էլ կրոնը իսլամ, մուսուլմանական երկիր, գալիս եմ, դե ամեն դեպքում քաղաքն է անծանոթ, ոչ մի ծանոթ մարդ չկա, ոչ մի հայի չեմ ճանաչում։ Սկզբնական շատ կարճ ժամանակահատված, բայց շատ արագ հարմարվեցինք, համակերպվեցինք, այս ամեն ինչին շատ հեշտ էր, որովհետև եւ շատ խաղաղ երկիր է, եւ շատ հանգիստ երկիր է, եւ բնակչությունն է շատ բարի, հանգիստ, խաղաղ, եւ հարմարվելու համար խոչընդոտներ չկային։ В Узбекистане живут разные национальности, да, вот как вы говорите, вы приехали, ислам исповедуют, и христианство. А как вы коммуницируете? Вот вы, например, выходите на улицу, да, с кем-то общаетесь, да, вот как происходит вот эта коммуникация? Ասեմ Ուզբեկստանում ապրում են 133-ից ավելի ազգեր եւ կան գրանցված 16 կրոնական կազմակերպություններ, բայց Ուզբեկստանի քաղաքականությունը շատ հրաշալի կերպով կազմակերպված է, քաղաքականություն
ազգերի միջև, եկեղեցիների միջև, կրոնական կազմակերպությունների միջև փոխադարձ համերաշխության, սիրո մթնոլորտը կա եւ այս ամեն ինչի մեջ դժվարություն չկա մարդկանց հետ շփման բարագային։ Օրինակի համար եւ թեկուզ ազգությամբ ուզբեկները, որ կրոնով նաեւ իսլամի հետևորդներ են, իրենք միշտ ասում են՝ դուք քրիստոնյաներ եք, մենք հարգում ենք ձեր կրոնը, մենք հարգում ենք ձեր հավատքը եւ մարդիկ ոչ մի ձևով ված չեն վերաբերվում եւ իհարկե դա 24-ժամյա կառավարության, նախագահի անմիջական հովանավորությամբ տարվող աշխատանքի արդյունքն է, որ այստեղ ազգերի մեջ եւ եկեղեցիների, կրոնների հավատքի մեջ խտրականություն չկա, ազատ են բոլորը իրենց ազգային եւ կրոնական պատկանելիության մեջ, որովհետեւ այստեղ անգամ ելույթների ժամանակ չի ասում ուզբեկներ կամ չգիտեմ ինչ, ասում են Ուզբեկստանի քաղաքացիներ կամ բնակիչներ, որտեղ տարբերություն չեն դնում ազգային, օրինակ ես հայ եմ, ազգությամբ հայ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հայ առաքելական եկեղեցուն ծառայող ու ինձ ոչ մի банով հետ կամ նվազ չեմ զգում Ուզբեկստանում, որովհետև այն ինչը որ կա բոլորի համար, այդ նույնը կա իմ համար։ Сколько лет вы уже служите в Узбекистане? Շուտով կլինի 6 տարի։ 6 տարей. Вот я смотрю, что у вас здесь есть 2 награды, да? Ну, еще есть другие, ну вот мне хотелось бы о них поговорить. Вот скажите, что это за награды? Ուրեմն այս առաջի շքանշանը նախագահի հրամանով էր Ուզբեկստանի անկախության 30-ամյակի առիթով։ Այս շքանշանը տրվում է բացառապես նրանց, ովքեր Ուզբեկստանի քաղաքացի են եւ Ուզբեկստանի անկախացման կայացման գործում մեծ ներդրում ունեն։ Մի քանի հոգու բացառություն արեցին, այդ թվում նաեւ ինձ, որ Ուզբեկստանի քաղաքացի չեմ, եւ շնորհեցին նախագահի հրամանով այս շքանշանը հաշվի առնելով, որ մեր ծառայությունը, որովհետեւ մենք այստեղ միայն չենք ծառայում հայերի համախմբելու կամ չգիտեմ մեր հոգևոր ծառայություն, դրանից զատ նաև մենք համարվում ենք հայ առաքելական եկեղեցին իդեմս ինձ համարվում եմ կառավարությանը կից կրոնական խորհրդի անդամ եւ զուգահեռ մեր հոգևոր ծառայությանը ջանք են գործադրում, որ պահպանվի Ուզբեկստանում կրոնական համերաշխության այդ մթնոլորտը եւ այս ամեն ինչը կառավարությունը, պետությունը նկատելով, նկատի ունենալով շնորհեցին նախագահի հրամանով անկախության 30-ամյակի այս շքանշանը, իսկ սա էլ ազգերի համերաշխության շքանշանն է, որ իրենք կոչում են Դրուժբա նարոդը, ազգերի համերաշխության շքանշանը, որը նախարարի կողմից փոխանցվեց ինձ, նույնպես հաշվի առնելով, գնահատելով մեր հոգևոր ծառայությունը, նվիրեցին այդ շքանշանը։ Это одна из высших наград от президента. Скажите, вот вы живете в Узбекистане, вы немножко узбекский язык выучили? Узбекча բլես։ Да, немножко и այո, մի քիչ սովորել եմ։ Եվ ասեմ, որ շատ հեշտ է սովորել, որովհետև շատ նույն բառերը կան ուզբեկերեն եւ հայերենի մեջ, որ օգտագործվում են, եւ գրական հայերենի մեջ կան բառեր, որոնք օգտագործվում են ուզբեկերեն լեզվի մեջ, եւ նաեւ խոսակցական հայերենի մեջ շատ բառեր կան, որ ուզբեկերենի մեջ չկա։ Այդ մեր խոսակցական հայերը, որը թուրքերենից է անցել մեր խոսակցական լեզվի մեջ, այս բառերը բոլորը համարյա թե ուզբեկների մոտ կա, դրա համար շատ անգամ եթե ուզբեկերեն խոսում են, հասկանում եմ, որովհետև նախադասության մեջ մի քանի բառեր հաստատ ծանոթ են եւ ընդհանուր արդեն միտքը հասկանալի է։ Շատ նմանություններ կան հայերենի եւ ուզբեկերենի մեջ, եթե որևէ հայ ուզենա սովորի ուզբեկերեն, բավականին հեշտ կստացվի։ Все служения проходят на армянском языке.
но армяне, живущие здесь, ну, большинство из них недостаточно хорошо владеют родным языком. Это как-то сказывается на там, отношении к вере или на вот, своей идентичности? Как-то это вот препятствует или мешает? Или все же армяне остаются преданы своим традициям, своей вере? Ну, հայերը իհարկե մնացել են հայ, ուզում եմ սկսեմ այնտեղից, որ մենք շատ շնորհակալ ենք Ուզբեկստանի հայությանը, որովհետև Ուզբեկստանում չի եղել եւ եկեղեցի Տաշկենտում, եւ չի եղել հոգեվորական, եւ չի եղել դեսպանատուն, ոչ մի բան չի եղել Հայաստանի կողմից Ուզբեկստանի հայությանը, ոչ մի տեսակի հարաբերություններ չի եղել եւ կարելի ասել դարերով Ուզբեկստանի հայերը իրենց պահել են իրենց հայությունը, պահել են իրենց հայ լինելը, հնարավորության սահմաններում պահել են նաեւ ազգային ավանդույթներն ու մշակույթը։ Բայց երբ որ ինձ նշանակեցին, իհարկե լեզվի պարագային որոշակի բարդույթներ կային, որովհետեւ ամեն դեպքում մարդը հավատացյալ է, քրիստոնյա է, հայ է եւ ուզում է պատարակը հասկանալ, ուզում է քարոզը հասկանալ, հա գալիս է հայկական եկեղեցի, մեր եկեղեցի կանգնում է, բայց գրեթե ոչինչ չի հասկանում, միայն ասում է, որ հոգեվոր երաժշտությունը այդ պատարակը որ կա, ոնց որ գեներով ժառանգած իմ հոգուն հարազատ է, բայց ուզում է քարոզը հասկանալ, ուզում է պատարակի իմաստը, աղոթքը հասկանալ, սկզբնական շրջանում շատ մեծ դժվարություն կար, բայց հետո ամեն ինչի ելքը գտնում ենք, ձեռք բերեցինք պատարակամատույցներ, որը կեսը հայերեն, մյուս կողմը թարգմանած ռուսերեն, մարդիկ դրանով հետևում են։ Դե քարոզը ովքեր որ հայերեն չեն հասկանում, եկեղեցու վերջում մի անկյունում կանգնում են ու շատ կամաց ձայնով ինչ որ թարգմանում են, մարդիկ լսում են եւ պատարակից բացի հոգեվոր զրույցների օրերին արդեն որ եկեղեցու մեջ չէ, սրահում ուղղակի հոգեվոր զրույց են անում, մեզ մասամբ նաեւ ռուսերեն ենք խոսում հոգեվոր քարոզը, որ հավատացյալները հասկանան։ А еще есть какие-то церкви вот по Узбекистану, кроме Ташкента? Այո, Տաշկենտից բացի նաև կա Սամարգանդում հին եկեղեցի, պատմական քարեր, ինչպես Ուզբեկստանում են ընդունված ասել, պատմական եկեղեցի, կառուցվել է 1903 թվականին, Սամարգանդի եկեղեցին, բայց Տաշկենտում չի եղել, Տաշկենտի եկեղեցին վերջի շրջաններում կառուցված։ Только Самарканд и Ташкент, да? Да. Ну, все основные служения, вот там праздничные, да, все сначала проходят в Самаркандской церкви, а потом в Ташкентской. А почему такое? Вот она как бы считается основной как-то или что? Մենք Սամարգանդի հայերի եւ Սամարգանդի եկեղեցու եւ Տաշկենտի հայերի Տաշկենտի եկեղեցու մեջ բաժանում չենք դնում, հնարավորինս աշխատում ենք ամեն ինչ հավասարապես բաժանել Սամարգանդի եւ Տաշկենտի հայերի մեջ։ Օրինակի համար Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոներին ճրագալույցի պատարակները անում ենք Սամարգանդում երեկոյան եւ գիշերը վերադառնում ենք առավոտյան Տաշկենտում արդեն անում ենք բուն պատարակները։ Այո, սկսում ենք այնտեղից, որովհետև հիմա եթե ճրագալույցի պատարակ անենք Տաշկենտում, դժվարություն կլինի հայերի համար, որովհետև Տաշկենտը շատ մեծ քաղաք է։ Ուշ ժամի գալ հասնել եկեղեցի, մասնակցել պատարակի, հետո պատարակից հետո վերադառնալ տուն, մեծ դժվարություն կլինի։ Իսկ Սամարգանդը համեմատած փոքր քաղաք է եւ հայերին տանից եկեղեցի, եկեղեցուց տուն գնալ, այդ ճանապարհը խնդիր չէ։ Դրա համար ավելի հարմար է նկատվում, որ Սամարգանդում անենք ճրագալույցի պատարակը եւ նաեւ հայերի քանակով Սամարգանդում համեմատած Տաշկենտի շատ քիչ են հայերը։ Եվ դրա համար բուն պատարակները արվում ենք Տաշկենտում, որտեղ հայերը շատ են եւ առավոտյան արդեն մարդկանց հեշտ է օգտվել տրանսպորտից եւ գալ հասնել եկեղեցի։ Իսկ Սամարգանդում, քանի որ հայերը ավելի քիչ են եւ երեկոյան ժամին հեշտ է գալ եկեղեցի, ճրագալույցի մասնակցել եւ գնալ, դրա համար անում ենք Սամարգանդում։ Բացի Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից, մնացյալ տոները Սուրբ Պայծառակերպության տոնը, Աստվածամոր վերափոխման տոնը, Խաչվերացի տոնը հավասարապես մեկու մեջով բաժանում ենք։ Մի հատը օրինակ Աստվածազնի վերափոխման տոնը Սամարգանդի եկեղեցում ենք անում, որովհետև եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածազնի անունով։
կոչվում է Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ իր ուխտի օրն է, շատ անգամ Տաշկենտից ուխտավորներով գնում ենք Սամարգանդ եւ այնտեղ անում ենք պատարագը։ Год назад я была в монастыре Татев. Мы туда летели на вертолете и с высоты птичьего полета наблюдали за горами, холмами, за всей этой красотой. И вот с этой высоты очень красиво виден монастырь. Он находится на скале. Потом мы поехали по самой длинной канатной дороге в мире, крылья Татева, и приземлились уже там, где непосредственно сам монастырь и этот комплекс. И вы знаете, когда я вот именно зашла в монастырь, вот в этой всей атмосфере, у меня появились невероятные эмоции. То есть невероятная энергетика этого места, место силы. Вот ты понимаешь, что ты в безопасности, ты защищен. Это такие чувства, которые ты не встречаешь в каком-то другом месте. Вот почему именно в святых местах мы ощущаем вот эти все чувства защищенности, какой-то стабильности, уверенности. Նախ ամենասկզբից ուզում եմ ասեմ, որ դա շատ պատմաբանների կարծիք է, նաև միայն իմը չի, որ մեր բոլոր վանքերը ընդրված են բնության մեջ շատ օրիգինալ հրաշալի վայրերում, բոլոր վանքերը, հենց իրենց դիրքը, բնությունը, ամեն ինչը տալիս են շատ լավ էներգիա, աուրա, որտեղ Աստվածաշնչի մեջ կա, չէ՞, որ ասում է աստղերը խոսում են քո փառքի մասին, Տիրոջ Աստծո մասին, եւ բնությունն է շատ անգամ խոսում է Աստծո գոյության մասին, եւ մեր վանքերը միշտ բնության շատ հրաշալի տեղերում են, որ այդ բնությունը խոսում է Աստծո մասին, եւ դրան գումարած վանքերը մեր դարերի մեծ պատմություն ունեն, եւ այդ դարերի ընթացքում այդքան աղոթք, խունկ, այդ վանքերի պատերի մեջ մտած զորություն ստացած պատեր են, դրա համար երբ որ մենք լինում ենք մեր պատմական վանքերում, եւ թե իր տեղանքը, եւ թե զորությունը վանքի եւ դարերի աղոթքը այդ պատերի մեջ, մեր նախնիների, մեր սուրբերի, դուք ասեցիք Տատևի վանքը, այս Տատևի վանքում ճգնել, ծառայել, աղոթել է Գրիգոր Տատևացին, մեծագույն սուրբերից մեկը մեր եկեղեցու, եւ այդ սուրբի աղոթքը, զորությունը մտել է այդ պատերի մեջ, ուժը մտել է այդ պատերի մեջ, եւ մենք հիմա որ գնում ենք, զգում ենք մեր հոգու վրա այդ ուժը։ Хачкар, он из Армении привезен? Այո, Խաչքարը Հայաստանից է բերված, պատվիրված Հայաստանում, եկեղեցին կառուցելու ընթացքում պատվիրվել է Հայաստանում եւ վերվել տեղադրվել է Հայաստանից մի փոքրիկ մասունք Խաչքար, քարը հայկական, որը դա էլ շատ մեծ ուժ է տալիս մեր հայերին, որ օտարողի վրա հայկական եկեղեցու տարածքում Հայաստանից բերված հայկական քարով Խաչքարը կա, որ յուրահատուկ հարգանքի է նորից արժանացած, ինչու՞ չէ նաև այս երկու ծառները նույնպես Հայաստանից են բերված, հայկական ծիրանի ծառները Հայաստանից բերված եւ Հայաստանի մի փոքր կարոտ առնելու հնարավորություն է Հայաստանից, որ կարող են։ Частичка Родины. А что там происходит? Երկրորդ հարգում մեծ սրահ է, որտեղ մենք կազմակերպում ենք ժողովներ, երբ որ հյուրեր ենք ունենում, հարկ է լինում հյուրասիրություն, կազմակերպում ենք նաև հյուրասիրություն, հանդիպումների սրահ։
А в других регионах тоже живут армяне? Ну, пусть не такое большинство, как в Ташкенте, например, а вот в Ферганской долине, там, в Андижане. У них есть какая-то там община, вот как-то общаться? Или они приезжают вот в Самаркандскую церковь, либо в Ташкентскую? Օրինակի համար կապը շատ լավ պահում ենք բոլորի հետ եւ Ֆերգանայում եւ մնացած տեղերում եւ մենք ենք շատ հաճախակի ըստ հնարավորության այցելում այնտեղի հայերը, երբ որ գործով գալիս են մայրաքաղաք Տաշկենտ, անպայման զանգում, պայմանավորվում, գալիս են, հանդիպում ենք եւ մնացած ընթացքներին էլ միշտ հեռախոսով կապի մեջ ենք, բայց միշտ իրենց մեր ուշադրության, մեր օրհնության, մեր աղոթների մեջ ենք պահում եւ կապը պահում ենք բոլոր շրջանների, բոլոր հայերի հետ։ Вот сегодня на литургии я заметила, что в церковь приходят не только армяне, были представители других национальностей, были и русские, да, вот другие. А как вообще вот это происходит? То есть можно прийти, да, в армянскую церковь и там, принять веру, послушать, да, там, хор, служение. Вообще есть вот кто приходит или проводит обряд крещения, вот сегодня тоже мы наблюдали, какие-то представители других национальностей, именно в армянской церкви? Ուրեմն ասեմ, եկեղեցին բաց է բոլորի առաջ։ Բայց խորհուրդները, հաղորդություն, մգրտություն, եկեղեցու խորհուրդները օդար ազգերին, ովքեր մգրտված չեն մեր եկեղեցում, չենք տալիս։ Բայց դուրը բաց է, մարդիկ գալիս են։ Օրինակ պատարագին շատ օդար ազգի լինում են դեպքեր, որ գալիս են օդար ազգի ներկայացուցիչներ մեր եկեղեցին ու նախորդել խնդրել են, որոշն էլ չի խնդրում, ուղղակի գալիս է, մեկը մյուսով լսում են, որ մեր պատարագը շատ գեղեցիկ է, գալիս են լսելու մեր պատարագը եւ հատկապես այն մարդիկ, ովքեր երաշտական տվյալներից լավ են, շատ հավանում են մեր պատարագը, գալիս են ուղղակի պատարագը լսելու, բայց հաղորդություն բան չեն ստանում։ Իսկ մգրտությունը, որը դուք տեսաք, որ մգրտեցինք, երեխայի մայրը ազգությամբ ռուս էր, բայց հայրիկը երեխայի հայ էր։ Երեխան կիսով հայ, կիսով ռուս, ու հայր ծնողը հայրը հայ էր։ Եվ հայի ընտանիք էր եւ այդ կինը մայրը երեխայի, որը ազգությամբ ռուս էր, բավականին հայերեն գիտեր, բավականին խոսում էր հայերեն, հիմա ընտանիքը ստացվել է այդպես, որ ազգությամբ հայը ամուսնացել ազգությամբ ռուսի, բայց կազմել են երջանիկ ընտանիք եւ իրեն զավակին մեր մոտ մգրտեցինք։ А вот здесь есть армянский культурный центр. Там же тоже обучают, да, языку. Вот дети могут приходить там по воскресеньям на какие-то занятия, танцы, да, история Армении. А как церковь взаимодействует вот с армянским культурным центром? Եկեղեցին բոլորի հետ շատ լավ հարաբերություններ աշխատում է դրսևորել։ Հայկական մշակութային կենտրոն է, թե առանձին ուրիշ կազմակերպություն է, ով ուզում է, ինչ ուզում է լինի։ Եթե հայ է, հայկական է, եկեղեցին միշտ իր հարգանքը սերը ցուցաբերում է եւ աշխատում է, որ պահի Աստծո օրհնության ներքո։ Շատ լավ հարաբերություն։ Եկեղեցին ոչ մի անգամ, ոչ միայն Ուզբեկստանում, այլ ամբողջ աշխարհում ոչ միտեղ եկեղեցին ինքը չի նախ պատրաստում կամ, չգիտեմ, կազմակերպում ինչ որ խնդիրներ հայկական մյուս կառույցների հետ, եթե խնդիրները առաջանում են, պետք է ուրեմն եկեղեցու կողմից կազմակերպված չէ, եւ մենք այդ սկզբունքը դարերով մեր եկեղեցու սկզբունքը որտեղ գրած, մենք այստեղ բոլորի հետ շատ ջերմ սիրով եւ հայկական մշակութային կենտրոնի հետ եւ բոլորի հետ մենք սիրով ջերմ հարաբերությունների մեջ ենք, հնարավորության դեպքում իրար օգնելով, իրար կողք կանգնած։ А как российская Новонахичеванская епархия участвует вот в жизни армянской диаспоры в Ташкенте, вот в этой церкви? Как происходит вот это взаимодействие? Մեր Ուզբեկստանը եւ ընդհանուր Միջին Ասիան մտնում է Ռուսաստան եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի կազմի մեջ։ Երբ որ նայում ենք կիլոմետրով բավականին շատ հեռու ենք, որովհետև մեր թեմի կենտրոնը Մոսկվան է համարվում, իսկ թեմի առաջնորդն էլ գերաշնոր Տեր Եզրաս arczepiskopos Նեսրիսյանը, նստավայրը Մոսկվա, Սուրբ Այզարակերպություն եկեղեցի եւ Ուզբեկստան 4500 մոտավորապես կիլոմետրի տարբերություն կա,
բայց Սրբազանը լինելով հոգատար առաջնորդ, միշտ ամեն ինչից տեղյակ է, միշտ ամեն հարցում իր օրհնությունը, իր խորհուրդները տալիս է։ Մենք մշտապես կապի մեջ ենք Սրբազանի հետ, տարին մի քանի անգամ հնարավորության դեպքում այցելում ենք Մոսկվա Սրբազանի հետ հանդիպման, եւ ոչ թե միայն ես, այլ մնացյալ բոլոր քահանաներն էլ միշտ հանդիպում ենք Սրբազանի հետ, մեր հարցերով, մեր խորհուրդները, հարցերը հղում ենք Սրբազանին եւ անհրաժեշտ խորհուրդները մեզ համար ստանում ենք, օրհնությունը ստանում ենք, միշտ կապի մեջ ենք Սրբազանի հետ, թեմի հետ եւ ամեն ինչ միշտ զեկուցում ենք Սրբազանին եւ լինում են հարցեր, որ Սրբազանի խորհրդի կարիքն է լինում եւ միշտ մենք Սրբազանի հետ կապի մեջ ենք եւ այս տարբերակով մենք թեմի Սրբազանի հետ միշտ համաձայնեցնում ենք բոլոր մեր հարցերը եւ Սրբազանը քանիցս եղել է Ուզբեկստանում եւ արդեն մենք նորից հրավիրել ենք Սրբազանին, որ այցելի Ուզբեկստան, սպասում ենք, որ ժամանակի առումով հարմար լինի Սրբազանին եւ սիրով պիտի այցելի Սրբազանը Ուզբեկստան իր օրհնությունը բերելու եւ տեղում արդեն ծանոթանալու մնացյալ բոլոր հարցերին, չնայած որ արդեն բոլոր ամեն մի հարցին է Սրբազանը տեղյակ է։ Եվ այսպես միշտ կապը պահում ենք Սրբազանի հետ եւ թեմի հետ։ Церковь Святого Филиппа или по-армянски Филиппоса была построена местными жителями, да, то есть здесь вот не хватало именно своей веры, хотелось ходить вот в храм. В дальнейшем по благословению епископа был назначен сюда наставник, да, священник. Там եկեղեցու կառուցվածքն է այդպես, որ աշխարհում ամեն տեղ է այդպես, ոչ թե մեր Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առանձնահատկություններ, չէ, այդպես չէ, ամբողջ աշխարհում այդպես է։ Ցանկացած գյուղ, ցանկացած քաղաք, ցանկացած հանրապետություն, պետություն, երկիր, որտեղ հայեր ապրում են, միշտ ձգտում են ունենալու եկեղեցի, որովհետեւ եկեղեցին է հայապահպանության հիմնակարը, ուզեն, չուզեն մարդիկ հավատան, թե չհավատան, փաստը մնում է փաստ, որը անհերքելի է, որ եկեղեցին համարվում է ազգապահպանության հիմնակար եւ քրիստոնեության տարածողը հայ հասարակության, հայ կյանքից ներս ամբողջ աշխարհում այդպես է։ Հայ ուզում է եկեղեցի, որ իր ինքնությունը պահի, իր հավատքը պահի, կառուցում են եկեղեցի եւ տվյալ քաղաքը, տվյալ գյուղը կամ այդ երկիրը, որ թեմի տարածքի մեջ որ գտնվի, եւ իհարկե կառուցելու ընթացքն էլ թեմի առաջնորդի օրհնությունով է լինում, ոչ թե հայերը իրենք իրենց որոշում ու կառուցում են, այլ չէ, նախորդ համաձայնեցնում են թեմի առաջնորդի հետ, օրհնությունը ստանում են, ճարտարապետական այդ կառուցվածքը ոճը որոշում են, ամեն ինչին թեմի առաջնորդը հետևում են, կառուցում են, որից հետո թեմի առաջնորդը նշանակում է հոգևորական, որովհետեւ մշտապես լինի եկեղեցում, լինի հայերի կողքը եւ կազմակերպի համայնքային կյանքը, հոգևոր կյանքը եւ հայի կյանքը։ Узбекистан многонациональная страна. Здесь живут люди, которые исповедуют разные религии – ислам, христианство, иудаизм и другие. Главное правило для всех – это толерантность. И именно благодаря такому правилу армяне могут приходить в церковь Святого Филиппоса, молиться, ставить свечи, венчаться, креститься и чувствовать себя свободными.